Իսկ կարիճների համար 6-րդ տունն է, կարևոր է լինելու առողջությունը նրանց, կարևոր է լինելու նրանց աշխատանքային process-ը, այնտեղ Նեպտունը քիմիաթերապիան է, հնարավոր է հենց այդ դեղորայքային բուժման միջոցով կարողանաք հասնել եւ մասնագիտական հաջողությունների եւ նաեւ ձեր առողջությունը վերականգնեք։ Նաեւ կարող են միշտ ասում եմ խոյերը եւ կարոճները կարող են փոխել իրենց արտաքինը։ Եթե անցնում ենք առաջ, երկվորյակ եւ աղեղնավոր, երկվորյակների 11-րդ աղեղնավորների 5-րդ տուն սերիալ աղեղնավորներ կունենաք ձեր երեխային դժվարություններով կարող են լինել, այնտեղ դեղորայքային բուժում կարող է լինել, շատ սահմանափակումներ, Նեպտուն, Սատուրն դա աղոթքներն են, դրանք աֆիրմացիաներ են, դրանք ասկեզաներն են, աղոթեք առ Աստված եւ դուք ուղղակի կունենաք ձեր երեխային։ Երկորյակների 11-րդ տունն է, երեխաներն են, բայց ոչ բնական ճանապարհով, ձեր ապագա պլաններն են, սիրելի երկորյակներ, դուք կհասնեք ձեր ապագա պլանների իրագործմանը, նրանք մանավանդ եթե արվեստի մարդիկ են, աղեղնավորները, եթե բեմի մարդիկ են, երկորյակները, եթե ակտիվ են համացանցում, մեծ նոր պրոյեկտներ, որոնք կբերեն ձեզ երջանկություն։ Այստեղ Խեցգետին եւ Այծեղջուր առանցքը 4-րդ եւ 10-րդ տունն է։ Այծեղջուրն Խեցգետինների 10-րդ տուն, 4-րդ տուն, այդտեղ հայրական մայրական առանցքն է, եթե Խեցգետինների համար հնարավոր է լինի պաշտոնի բարձրացում, բայց նաեւ ուշադիր եղեք, որպեսզի խնդիրներ չունենաք, պաշտոնից չհեռացնեն ձեր վատ աշխատելու արդյունքում, բայց նաեւ ձեր հայրը, դուք կունենաք սոցիալական դիրքի բարձրացում, նաեւ հայրիկի մոտ այդ ամենը կարող է լինել։ Այծեղջուրների 4-րդ տունը, սիրելի այծեղջուրներ, ընտանիքում հնարավոր է դուք գնեք բնակարան, ձեր մայրիկը կօգնի, որպեսզի այդ ամենը իրականացնեք, նաեւ դուք կարող եք ստանալ կտակ ծերերի միջոցով, ծերերը Սատուրն, Նեպտունը դա տատիկ, պապիկ, ծեր մարդիկ են, եղեք բարեհամբույր նրանց հետ, Աստված կտա ձեզ հնարավորությունը ունենալ ձեր սեփական տունը։ Սատուրնը փաստորեն 4-րդ տանը Նեպտունի հետ, այն կարող է լինել ջրային վայրերի մոտակայքում, այն կարող է լինել նաև տաք տեղերում եւ դուք կարող եք ուղղակի կառուցել ձեր երազանքի բնակարանը, ձեր երազանքի տունը։ Այստեղ դիտարկենք առյուծների 9-րդ ջրոցների 3-րդ տուն, սիրելի առյուծներ, ձեզ հաջողություններ են սպասում արտերկրում, պարբերաբար գրում եք, ինչու են գրում են հետևորդները, ինչու եք ուղարկում արտերկրի, սիրելիներս 9-րդ տունը դա արտերկրի տունն է, հաջողություններ այդ բարձրագույն կրթության հետ կապված, նրանք ովքեր աշխատում են պրոֆեսորա դասախոսական կազմում, ձեզ նոր այդտեղ հնարավոր է ժամեր տան, ձեր վարկանիշը կարող է բարձրանալ գործողումներ, միջազգային, միջպետական առյուծների մոտ, կարող եք գտնել ձեր սիրելիին արտերկրում, հնարավոր է ձեր երազանքի կրթությունը ստանաք